Համար 17, միասին կարող ենք։ Ճիշտ ասած, ես մտադրվել էի ավելի շատ տեղական հարցերի շուրջ խոսել, բայց երեք Ռուսաստանի Դաշնության նախագահի կողմից արված հայտարարությունը ինձ ստիպեց, որ իմ ելույթը գրեմ այս աշխարհաքաղաքական համատեքստում եւ մի կարևոր շեշտադրում նորից անենք։ Մենք բոլորս ընտրություն գնալուց առաջ պետք է այդ հարցը մեզ տանք. ով է կարող լավագույնս ներկայացնել Հայաստանի շահը, ով է այն բանակցողը, որ կարող է բոլորի հետ հավասարի հետ բանակցել, ով է մեր երկիրը միշտ տարել դեպի բարգավաճում, դեպի զորացում։ Եվ այդ մարդու անունը Ռոբերտ Քոչարյանն է, Հայաստան Դաշինքի առաջնորդը։ Պարոն նախագահ, ես միշտ 30 տարի ձեզ դիմել եմ որպես նախագահ եւ այս անգամ եւս չնայած նրան, որ վարչապետի տեխնացու եք, չեմ ուզում ասել վարչապետի տեխնացու, ասում եմ նախագահ Քոչարյանին խոսքը տանք։ Շնորհակալություն, սիրելի ժողովուրդ։ Այն ինչ ես պիտի ասեի աշխարհաքաղաքական հարցերից արդեն ասվեց։ Հիմա ես տեղական հարցերից, երևի մենք տեղերով փոխանակվեցինք։ Հասկանում եմ, որ պատերազմում պարտվելուց հետո երևի սա այն տարածքն է, որը ամենից մեծ խնդիրները ունեցավ եւ այդ խնդիրները շարունակվում են մինչ այսօր։ Խնդիրները ձեր եւ անվտանգային են եւ տնտեսական։ Եվ ամենից վտանգավորը գիտեք նա է, որ այս տարածքի վրա, այս հողի վրա հարևանը աչք ունի։ Երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները նկատի ունի։ Երբ ասում է Գյոչայ Սևանը, Գյոչայ իրենց լիճն է, այս տարածքները իր մտքումն են։ Ուրեմն այդ առումով մենք պետք է հասկանանք, եթե սխալ կողմնորոշվենք, եթե չհասկանանք, թե ինչ է կատարում աշխարհում, եթե չհասկանանք, թե աշխարհում այդ կատարվածի մեջ մեր տեղը ինչպես մենք պետք է գտնենք, իսկապես եւս մենք փորձանք կարող ենք ունենալ։ Երեք Հայաստանի վարչապետը ասաց մի բան, որ Արցախյան շարժումը երևի հետևել եք Վարավոսին, ճակատագրական սխալ էր։ Եվ հողերը Արցախը ընդհանրապես հայության հետ կապ չեն ունեցել։ Ավելի մեծ հիմարություն, անկեղծ ասած, դժվար է ուղղակի հորինել, բայց այնուամենայնիվ մենք հասել ենք այն հանգրվանին, երբ այդպիսի արտահայտություններ հանգստանում են եւ հետո եւս հնարավորություն ունեն շփվելու ժողովրդի հետ։ Իմ ուղղում սա չի տեղավորվում։ Պատկերացրեք հետեւյալը։ Ես մեկ անգամ նման մի համատություն փորձել եմ անել, լավ, մեկը մի տուն է կառուցում։ Տան սեփականատերերը փոխվում են եւ վերջում գալիս է մեկը, որը անգրադետ է, տգետ է, եւ որը որոշել է, որ ամեն ինչ պիտի փոխի այդ տան վրա։ Այս պատը քանդեմ, այս մեկը քանդեմ, ֆունդամենտը քանդեմ, նկուղը փոխեմ, այս փոխեմ, վերջը տունը փլվում է։ Հիմա ով է մեղավոր այդ տան փլման մեջ։ Ոչ թե ինքն է մեղավոր, որ ամեն ինչ քանդեց, ամուր տունը թուլացրեց եւ այդ արդյունքում այդ տունը փլզվեց։ Այլ ասում է մեղավորը նա է, որ այդ տունը կառուցել է ժամանակին։ Եթե տունը կառուցած չլիներ, իմ հիմարություններս բավարար չէր, այսպես ասենք, պատեր քանդել, նկուղ քանդել, ֆունդամենտին ձեռ տալ, այդ տունը չէր փլվի։ Մոտարապես այսօր մենք այս վիճակում ենք։ Եվ զարմանալին նա է, որ այդ վիճակը մենք հանդուրժում ենք։ Դուք հնարավորություն ունեք դա փոխելու։ Այդ հնարավորությունը հունիսի 7-ն է։ Եվ հունիսի 7-ին իսկապես վճռական լինելով, որոշում կայացնելով, ճիշտ գնահատելով, ով ինչ է արել, թացը չորից բաժանելով, մենք ի վիճակի ենք լինելու իսկապես բոլոր այն սպառնալիքները, որը կաղնած են երկրի առջև, հաղթահարել, կարող ենք, միասին կարող ենք։
Քանի որ ասացի տեղական հարցերի մասին, գիտենք, որ խնդիր կա, հիմնականում ովքեր զբաղվում են անասնապահությամբ խնդիր ունեն, քանի որ արոտավայրերի խնդիրը արդեն ակնհայտ է։ Եվ այստեղ պետք է ուղղակի ստեղծել աշխատատեղեր։ Կարող է դա լինել ինտենսիվ հողագործություն, ենթադրում է, որ նաև հնարավորություն տալ, արտոնություններ տալ փոքր միջին արդյունաբերական ինչ-որ օբյեկտներ կառուցելու, բայց կարևորագույն հարցը աշխատատեղերն է, որտեղ ինձ զեկուցել են հետևյալը, որ նաև արտագաղթ է սկսել այս տարածքներից։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է Արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ։ Ավելի հեշտ է լինել հետո պայմանավորվել, եթե այստեղ մարդ չապրի։ Մեր խնդիրը հակառակն է։ Բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն, այլ տարբերակ, փոքր երկրի համար, սեփական երկիրը անվտանգ պահելու ուղղակի չունենք։ Հայաստանը չի կարող միայն Երևանը լինել։ Եվ այն օպտիմիզացման ծրագրերը, որ անկանում են, դպրոցների օպտիմիզացում, ամեն ինչ փորձում են կենտրոնացնել, սահմաններից հեռացնել։ Ժամանակին մենք հակառակն էինք անում, փորձում էինք ամեն ինչ ավելի մոտ բերել դեպի սահմանը, որ սահմանը ամուր լինի։ Հիմա ճիշտ հակառակն է արվում։ Ուրեմն վստահ եղեք, պարապ խոստումներ մեր թիմը երբեք չի տվել։ Ուրեմն այս ամենը, ինչ ասում եմ, անելու ենք։ Հավատում եք։ Մի բան սիրում եմ ասել, արել ենք մեկ անգամ, չէ, ես երկու անգամ եմ արել, մի անգամ Ղարաբաղ, մի անգամ Հայաստանում, երրորդ անգամ էլ կանենք։ Հիմա կնախընտրեի նաև ավելի ինտերակտիվ, միգուցե հարցեր կան, միգուցե այս շփման բանի անցնենք, մենախոսություն չլինի, չասեք, Քոչարյան Ռոբերտի եկավ, ճառ ասից գնաց, կենաց ասեց գնաց։ Կենաց ասելում լավ չեմ։ Նախագահում երկիրը, ես այսպես մի հատ հեռախոսով վստահ դիրք էինք պահում, որ դուրս էինք գալի Խրամատ, հեռախոս էինք վերցնում դուրս գալի, որովհետև դուք այն ժամանակ վստահ էիք, որ ունեք ուժեղ բանակ, մենք վստահ էինք, որ ունենք ուժեղ նախագահ։ Ալիևը ձեր հետ գալիս էր գլուխը կախած էր շփվում։ Մենք այդքանը տենալով արդեն ձեր ուժն էինք տենում։ Ինչի համար է ինքը գլուխը կախ գալի ձեր հետ հանդիպման։ Բայց հիմա այդ նույնը տենալով հակառակ պրոցեսը, որ մեր երկրի վարչապետը գլուխը կախ Ալիևի դեմը կայնում, արդեն այս ժողովուրդը անկախ ամեն ինչից թևաթափ է լինում։ Ու չենք տենում վարչապետ, որ կարա իրոք այս երկիրը ղեկավարի։ Այսօր ինքը արտահայտություն է անում, որ եթե ես չընտրվեմ, աղետալի պատերազմ ալնելու։ Ես մի բան եմ հասկանում այդ իր արտահայտությունից, որ այդ արտահայտությունով սահմանամերձ գյուղերն է դատարկում։ Ինչքան վախեցող ժողովուրդ կան, որ վախենում են իրոք աղետալի պատերազմից, ինքը ցույց է տվել ժողովրդին։ Կոնկրետ այս բնակավարի ժողովուրդը մի անգամ արդեն փախել են։ Ինքը ես մտածում եմ, որ դա ինատու է արտահայտվում, որ փախեք ձեր տներից։ Ես 300,000 արտահայտություն են անում ադրբեջանցի բնակվելու այս տարածքներում։ Մի ադրբեջանցի հերիք է մտնի այստեղ ու ես չապրեմ այստեղ։ Որովհետև ես այսօր իմ համագյուղացիներն են, իմ հարազատներն են, իմ բարեկամներն են, իմ երեխուն թողում եմ իմ տնից ոտքով գնում է դպրոց։ Բայց եթե այս գյուղում եղավ մեկ ադրբեջանցի, ես չեմ կարա գնամ աշխատեմ, որ իմ ընտանիքը պահեմ։ Ստիպված պետք է երեխուս ձեռը բռնեմ գնամ դպրոց, դպրոցի դեմը կայնեմ, նորից իմ երեխուն հետ բերեմ տուն։ Եղավ չկարեցա ընտանիքս պահեմ։ Ու էլ եմ ասում, այն վաղտ մենք ունեցել ենք քարվաճար, միշտ մտածել ենք, որ մեր թիկունքում կա քարվաճար։ Այսօր մնացել է մի հատ Հայաստանին այս սահմանամերձ գյուղերը։ Էս էլ եթե տվինք, հաջորդը Երևանն է։ Ու խնդրում եմ մեր Երևանի բնակիչներին, մեր քաղաքների, մեր հեռու որտեղ որ ապրում են սահմանից, թող ճիշտ կողմնորոշվեն իրաց ձայնը ում են տալի։ Թող մտածեն այս սահմանի մասին, սահմանում ապրող ժողովրդի մասին։ Իրոք խնդրանքը սա ժողովրդին դա է։
որ այսել չդատարկենք։ Այդ պատերազմի սպառնալիքների մասին լավ ուղղակի հիշեցրեցիք։ Ես մի հետարքիր է ուղղակի դուք ենթադրում եմ, որ հետևում ենք ամեն ինչին, իդեպ սահմանի ժողովուրդը, սահմանում ապրող ժողովուրդ ավելի զգայուն է անվտանգային հարցերի վերաբերյալ, բայց ում է պատկանում բառ արտահայտությունը հարբեցող ծաղրացու եւ ում մասին է։ Գիտեք։ Ով ասել եւ ում ասել։ Ասել Ալիևը Նիկոլ Փաշինյանին։ Նայեք, քաղաքականության մեջ կա հետևյալը։ Եթե դու վախկոտ ես, եթե դու վախած ես, դու պատերազմի համար էստի համեցեք ես։ Հիմա Հայաստանի իշխանությունը պատերազմի ամենից մեծ սպառնալիքն է, որովհետև իրեն հետ շփվելով, իրեն գնահատելով, հարևանը հասկանում է, որ դիմադրություն չի լինելու, որ դիմացը հարիվ է, վախած կզած, եւ եթե ուզում ենք մենք ոտի վրա կաղնենք, գլուխ բարձրացնենք եւ ուզում ենք խաղաղություն ունենալ, որը մեր արժանապատվությունը պետք է այն հենարանը լինի, որ այդ խաղաղությունը, որի վրա պետք է կառուցես, ուրիշ ուղղակի տարբերակ ժողովուրդ ջան չկա։ Չկա։ Եվ այդ արտահայտությանը որևէ կերպ Հայաստանի Հանրապետության վարչապետը չի էլ արձագանքել, բան էլ չի ասել, ոնց որ իրեն չեն ասում։ Բոլորս մենք պետք է այդ վերավորանք պետք է ընդունենք մեր հասցեին, որովհետև քո երկրի առաջի դեմքի մասին է դա։ Նվաստացնում է երկիրը, նվաստացնում է ժողովուրդը։ Երևի այսքանը սրա մասին։ Պարոն նախագահ, մենք ձեր առավելությունը, ձեր ռազմական փորձը, ձեր կարողությունները որպես 94 թվականին Պաշտպանության պետական կոմիտեի նախագահ Արցախում։ Մեր վերջի խորհրդակցությունը ձեր գլխավորությամբ եղել 94-ի մարտի 13-ին Օմարում։ Դուք որպես Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, ղեկավար եւ Հայաստանի Հանրապետությունից Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ Օմարի լեռնանցքում վերջի խորհրդակցության ժամանակ այն ժամանակն էր, որ Վարդենիսում ժողովրդի մի մասը հիասթափված ծանր իրավիճակում կապված 94-ի հունվարյան պատերազմից հետո։ Փառք Աստծո, մենք այդ պատերազմը հաղթեցինք եւ խորհրդակցության ժամանակ դուք մեծ հնարավորություն տվեցիք եւ սպառազինությամբ համալրեցիք տվյալ հատվածի հյուսիսային ճակատի բոլոր ստորաբաժանումներին, որպեսզի մեր առաջխաղացումը լինի եւ մենք դիրքերը, նախկին դիրքերը միջև Օմարի բարձունքը վերցնենք եւ վերցրեցինք ձեր գլխավորությամբ, ձեր ղեկավարությամբ։ Պարոն նախագահ, Վարդենիսի ժողովուրդը այդ տարածքի պաշտպանության հիմնական կազմակերպիչն էին։ Մենք տեսել ենք ձեր զորությունը, գիտենք ձեր ռազմական փորձն ու կարողությունը եւ այսօր էլ Վարդենիսի սահմանի ապրող ժողովուրդը ձեր հետ են, ձեր կողքին են։ Առաջ հաղթանակ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Պարոն նախագահ, իջնեմ, այսենց բեմից իջնեմ։ Ես շատ երջանիկ եմ, որ այսօր հաղթանակ կերտած լեգենդի ձեռքն եմ սեղմել։ Ողջունում եմ ձեզ։ Բարի գալուս։ Մի բան ասեմ, պարզվեց, որ հաղթանակն էլ էր ճակատագրական սխալ։ Դե գիտեք, ես ուզում եմ որպես հին մարդ, ես այսպես եմ էլի կարծում, որովհետև երկար տարիներ ես կտրված եմ եղել, առաջի անգամ եմ դուրս գալիս մարդամեջ։ Հիմա ասում եմ, օրհնի այս հաթը, որ ես սերմեցի։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Եկեք րոպե։
Միկրոֆոնը ձեռից վերցրել ես, հետ չես տալիս, հա։ Լավ, հիմա մեր պատգամավորները այստեղ են, տեսակ արդեն պատգամավորներին, մեր Աննա Գրիգորյանը, Քրիստինեն, Աղավան Վարդանյանը, ելով կահա մեր սևակը, հիմա ինչ ունենք ասելու։ Մի րոպե, պարոն նախագահ, կարելի է։ Հարգելի ժողովուրդ, մենք բոլորս ճանաչում ենք միմյանց։ Ամոթ նրան, ով դժվարին պահին կլքի իր ընկերոջը, հազար ամոթ։ Մենք տեսել ենք մեր օրերի մեջ ժամանակներ դժվարին ու ավելի դժվարին։ Բայց այդ ժամանակները, այդ դժվարությունները մենք հաղթահարել ենք միասին, մի մոռացեք այդ պահերը։ Մեծական իմաստուն խոսք կա, ասում է իմ տեսած գայլը թող ինձ ուտի։ Հիշեք, մի մոռացեք մեծերի խոսքը, որ այսօր քարոզում են ու ասում են անցյալը մոռացեք ընդմիշտ, չկա նման բան։ Մենք անցյալով ենք այսօր ներկա, մեր ներկայով պիտի գնանք դեպի ապագա։ Մեր միասնությամբ, մեր տարբերակով, մեր մարդկային ու կայուն քայլերով։ Դարձ մենք չունենք այլևս, բավական եղավ։ Տեսեք մեր այս լուռ ու կանգուն լեռները այս ամենի լուռ վկան են, որ հազարամյակներ շարունակ այս լեռներին իշխել են մեր պապերը, այսօր եկել են մեր հայոց, Արևմտյան Հայաստանով, Ջավախքով, Արցախով, Գեղամալերներով, նստել են օտարները, նրանք են իշխում, ով են նրանք։ Սա գալիս է հենց մեր թուլությունից, ժողովրդի թուլությունից։ Մի մոռացեք 90-ականների վերջերը, որ մի պարկ ալյուրը վաճառում են 18-20 հազար դրամով։ Մարդու հիմնական էությունը, որպեսի նա հզոր լինի, դա կայուն սահմաններ ունենալն է և փորը կուշտ լինի։ Այո, մեր սահմանները կայունացան, մի պարկ ալյուրը դարձավ 4-ից 5 հազար դրամ, 5 անգամ իջավ։ Մի մոռացեք, ժողովուրդ ջան, ձեր ցավը տանեմ։ Մի մոռացեք։ Եկեք միասնական լինենք, միասնական, ու երբևիցե չմոռանանք մեր անցյալի դժվար պահերը։ Այժմ երկու բառ եմ գրել ես, իհարկե այս տետրը ամբողջությամբ ես եմ գրել, բայց ընդամենը երկու քառատող եմ ընթերցում, ընդամենը։ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում, Արցախը Հայաստան է եւ վերջ գոռացիք, թուրք ու թաթարի ցանկությունը կատարեցիք, դրանով իսկ Մինսկի խմբի ճակատին թքեցիք։ ԱՄՆ, Ֆրանսիան եւ Ռուսաստանը զարմանքից փակվեցին իրենց իսկ տանը, բախտի կմահաճույքին թողեցին նիկոլական փլուզվող Հայաստանը։ Ժողովուրդ, թելք հավաքենք, միասնական լինենք, ձեր ցավը տանը, մենք ուժեղ ենք։ Մեկ հայը ունակ է կանգնելու 10, 20, 30 թուրքի դեմ, մի մոռացեք, շնորհակալություն, Պարոն Քոչարյան, նախապես շնորհավորում եմ ձեր հաղթանակը, մեր հաղթանակը։ Պարոն նախագահ, թերևս դուք միակն եք այն տեխնացուներից, ով ղեկավարել է եւ Արցախում եւ Հայաստանում եւ միջազգային ասպարեզում դուք ունեք ղեկավարման այնպիսի պորտ եւ միջազգային հարթակում մեր պետությունը ներկայանում էր սեփական շահերը թելադրողի կարգավիճակով։ Ըստ ձեզ ներկայիս բարդ իրավիճակում որքանով է հնարավոր վերադարձնել այդ սուբյեկտայնությունը եւ միջազգային հարթակում կրկին դառնալ սեփական շահերը թելադրող կողմ։ Շնորհակալ եմ։ Հիմա բանը, իհարկե հնարավոր է։ Իհարկե հնարավոր է, ուղղակի հայկական շահերի ձևակերպում պետք է տաս, պետք է քո արմատներից չփոկվես, դու հասկանաս, որ քո ժողովուրդը բաժանելով, սև ու սպիտակի իրար դեմ հանելով, դու չես ուժեղանում, դու հակառակը թուլանում ես։ Սփյուռքին օտարելով դու թուլանում ես։
մի մեծ հսկա պոտենցիալ դու օտարում ես Հայաստանից։ Եվ իմ բանաձևը հետևյալն է, Հայաստանը շատ ավելի մեծ է, քան մեզ թվում է։ Ոչ թե քառակուսի կիլոմետրով եմ ասում, այլ իր ներուժով, իր պոտենցիալով։ Հետո մենք ունենք մի պատմություն, հայտնի է, որ պատմություն ունեցող ժողովուրդ ենք։ Երկրներ կա, որ այդ պատմությունը նաև չունեն։ Սենց մի քանի բան գործոն իրար որ կպցնում ես, պարզում է, որ մենք շատ ավելին ենք, քան մենք մտածում ենք մեր մասին։ Եթե մենք արհեստական, սենց կողքից տաշելով բան չանենք, մենք ինքներս մեզ չփոքրացնենք։ Այսօր ես դա եմ տեսնում, որ մենք ինքներս մեզ արհեստական ձևով փոքրացնում ենք։ Այն սենց այդ քարտեզը դրած, այդ չես, դու ավելի մեծ ես։ Հնարավոր է անել, հնարավոր է։ Շնորհակալ եմ։ Հակապես հաղթանակը շնորհավորենք պարոն Քոչարյան։ Ապոջան մի հատ Կարեն ջան կանգնեցի։ Ես նկարվել եմ։ Ապո կանգնեց։ Լեռնարի։ Դու որ կանգնես նկարվել։ Չէ, ֆոտո։ Մտնենք։ Ապոջանարի։ Yes,
Միասին կարող ենք։ Յարի չեմ կարասեմ, այդ պայգին մտքով անցավ Արցախում խաղողի այգի տակ ինգենած ասվի։ Հարց չէ, ցանկությունների։ Ցանկություն։ Բոլոր դեպքում երազանքներն ու ցանկությունները իրականություն դառնում, բայց դա ուզում եմ։ Այնքան ծռել են արդեն մի քիչ ծռես ջարդվելու է, հասկանում եք դժվար է ձեր համար, բայց ժողովուրդն էլ համբերատար կկանգնեն ձեր կողքը, որ իրոք չջարդվի։ Ոնց այն ժամանակ եք անում մեր երկիրը այդ վատ վիճակից, մի անգամ էլ արեք, հանեք տվեք մեզ մեր այն ապահով երկիրը ու մենք ամեն ձևի ասում եմ մեր ժողովուրդը սահակ ձեր կողքին կանգնեցեք։ Անտեղծ ես չեմ նախանձում Իսկապես ոչ մեկը չենք մտածում, որ այդ ասֆալտը մերն է։ Մեզ պետք չէ, այսօր ես հասկանում եմ, հիմնական մեր քաղաքում ապրող ժողովուրդն են ուրախանում են այդ ասֆալտով բանով, բայց պետք չէ ասֆալտով ուրախանալ։ Պետք է ուրախանալ, որ այդ հողը քոնն է, վստահ ես։ Սա տարբերությունը գիտես ինչ է, նաև ասֆալտի տարբերությունը։ Ժամանակ էլ շատ ասֆալտ են կարել, բայց պարտքով չեն կարել։ Հիմա սա պարտքով է։ Հիմա պարտքով։ Բայց կապիտալ շինարարությունն էլ չի, վերանորոգում ընդհանրապես։ Բայց ասեմ, ժամանակ կապիտալ շինարարություն, կապիտալ ու պարտքեր չեն կարել։ Այն ժամանակ ես պարտքեր չեմ արել։ Ես որ ընդունել եմ եղել է բանի այս համախառն ներքին արդյունքի 48% էր պարտքը, 46-48, ես որ հանձնել եմ 13% է եղել։ Այդքան իջեցրել եմ։
Հիմա 50%-ը ու հիմա թվերն է հավորնեց։ Որ համայնքում էր 8 միլիարդ։ Ամեն երեխա Հայաստանը որ ծնվում է արդեն այդ երեխան $5,000 չափ պարտքով է ծնվում, ընդհանուր բան։ Մարդկանց թվում է թե պարտքը մեկա մենք չենք տալու, այդ պարտքը քոնն է, ժողովրդի։ Ձեզանից պիտի այդ փողը հավաքեն, բյուջեն ձևավորեն, այդ բյուջեով պարտքը սպասարկեն։ Որ համայնքում էր հարց տվեց այս որ ժամանակներում այս ասֆալտները ասացին որ նախկինում է եղել այդ ասֆալտը, դա էլ չէր հավատում։ Համոզ ասում էր, չէ, մի հատ ճշտեք։ Կարող է մենք ենք արել, ճշտեք։ Բան չկա ասելով այսօր։ Նորմալ բանից խոսացեք։ Երկրի ղեկավարը մենակ հիանում է ասֆալտով, բայց համար առաջինը անվտանգությունն է վնասված։ Այս պարտքի տակից դուրս գալը մի քիչ Ռուսաստանի պատերազմը կարում է Ուկրաինա այսպես մի հատ բան անելու ու ես չեմ նախանձում այդ ումորոկա կատարելի այդ մեծ պրոբլեմ է Սինի բանն էլ լսեցի էլի ակնհայտ ասում եմ ես յատամայից Ես էլ երկրորդ անգամ շատ լուրջ զգուշացում, որը մի օր որ վամպիրությունից դուրս գա ու բան անի, ասի գնացիք յատամայից, ես չգիտեմ ինչ եք անում։ Ընդհանրապես նման հարցեր անդրկոլիսյան քննարկման են, բայց հասել այն բանը, որ արդեն բացահայտ ոչ դիվանագիտական լեզվով են զգուշացումը։ Հետևում դա ինչ ասես, դու ուզենես կունկանչում ես տեղ, սաստեղից ասում ես բան եմ անել, ես եմ անելու, եմ անելու։ Ռասմաբանը բանից անցել է այդ վիճակին, հա։ Պրոբլեմա, իսկապես պրոբլեմա։ Փորձանք արել։ Ոնց որ նպատակաուղղված տանում են դեպի ոնց որ 18-ից մինչև 20-ը ասենց ամեն ինչ արեց որ ամեն ինչ արեց որ Հիմարին ոնց բերեք ով բերեց ով բերեց Ով ասել որ մերն էլ է, բայց մերը չէ, քո տղուն խիր, սա ասել իհարկե հասկանում ենք ձևական էր, ինչի համար է իր ուղարկե Ղարաբաղ ծառայության։ Մերը չէր։ Ինչի համար է իր ուղարկե։ Եթե Ադրբեջանն էր ուղարկել իր Ադրբեջանի կողմից որ բանը Հայաստանի բանան է։ Նախճեվանն էլ է մեր։ Իրանք իրանց խոսացածին են ախր հակ ասում, չեն հասկանում ինչ են խոսում։ Նախճեվանն ով անկարող կներեք Ամսի 22-ին սուտ կլնի որ ասեմ կարան կամ պիտի իշխան Սահաթելյանին ասեք որ ծրագրավոր է հիմա ես իմ օրակարգի տերը չեմ Եթե ընտրվեք, մեր գյուղում ֆուտբոլի դաշտ կսարքեք։ Դե արդեն որ ասել ես չեմ կարող չսարքեմ, արդեն որ ֆուտբոլ ես սիրել։ Ես չեմ ընկերներն էլ։ Այո։ Երեխեք են։ Հայ ես կողակ։ Անպայման, այսօր Ահա, այս ասկետից։ Իսկ մեզ TikTok-ով տեսել եք մեջ։ Հա։ TikTok եք նայում։ Ուզում տեսեմ ինչով եք մեզ տեսել, էլի։ Ինտերնետով ենք, ինտերնետով։ Որտեղ ենք տեսել։ Բայց որտեղ։
Ես ստում եմ տալի, Շնորհակալություն ձեզ։ Ժողովուրդ, շնորհակալություն։ Պայմանավորեցիք ձեր վերջի զանգի։ Հետ էինք քննարկում։ Հետ էինք քննարկում։ Ջորջան, հաջողություն, լավ մնաց։ Հաջողություն։ Առաջ ո՞վ է գնա։ Առաջ չի։ Առաջ։